Հեռախոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Հունիսի 19-ին ավարտվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Թուրքիա։ Քահրամանմարաշի միջազգային օդանավակայանում Ադրբեջանի նախագահին ճանապարհել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այցի ընթացքում երկու երկրների նախագահների մասնակցությամբ տեղի ունեցել ադրբեջանական թաղամաս համալիրի բացումը, որը 2023 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Քահրամանմարաշում կառուցվել է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Միջոցառմանը ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահը։ Նա հայտարարել է, որ ողբերգության առաջին օրվանից տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ եկել են Բաքվի եւ Ադրբեջանի տարբեր քաղաքների մարդասիրական օգնության հավաքման կետեր կատարելու իրենց եղբայրական պարտքը։ Երկրաշարժից անմիջապես հետո սկսվեցին որոնողական փրկարարական աշխատանքները, ապա վերակառուցումն ու շինարարությունը։ Կարճ ժամանակահատվածում տասնյակ հազարավոր մարդիկ ապահովեցին նոր բնակարաններով։ Սա այն գործոնն է, որը եւս մեկ անգամ ցույց է տալիս Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջերմությունը, սերը իր ժողովրդի նկատմամբ եւ նրա ամուր կամքը։ Միևնույն ժամանակ սա ուժեղ Թուրքիայի մարմնացումն է, քանի որ միայն ուժեղ պետությունը կարող է այդքան կարճ ժամանակահատվածում իրականացնել նման մեծածավալ շինարարական եւ վերականգնողական աշխատանքներ, ասել է Իլհամ Ալիևը։ Այսօրվա միջոցառման մասնակիցների ներկայությամբ ես կցանկանայի ասել նախագահ Իլհամ Ալիևին եւ ադրբեջանական պատվիրակության անդամներին. Բարի գալուստ երկրորդ հայրենիք Թուրքիա։ Մենք ուրախ ենք, որ դուք մասնակցում եք մեզ համար այդքան նշանակալից եւ կարեւոր միջոցառմանը Քահրամանմարաշում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քահրամանմարաշում ադրբեջանական թաղամասի բացման արարողությանը։ Այսօր մենք ականատես ենք լինում մեկ ազգ երկու պետություն ասացվածքի իրականացման եւս մեկ օրինակի, քանի որ մենք մեկ ազգի որդիներ ենք։ Քահրամանմարաշի ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում իմ եղբորը Իլհամ Ալիևին եւ նրա պատվիրակության անդամներին։ Այս առումով ես կցանկանայի հատկապես ընդգծել, որ Քահրամանմարաշի ադրբեջանական թաղամասը Թուրքիայի եւ Ադրբեջանի ճակատագրերի միասնության կոնկրետ օրինակներից մեկն է, ասել է Էրդողանը։ Հունիսի 19-ին Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում ադրբեջանական թաղամասի բացման արարողությանը մասնակցած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին դիմավորել են մեծ սիրով։ Այս մասին ասվում է տեղական Haber Global հեռուստալիքի ռեպորտաժում։ Հեռուստալիքը նշում է, որ արարողության մասնակիցները երախտագիտություն են հայտնել Ադրբեջանին եւ անձամբ նախագահ Իլհամ Ալիևին։ Խուզիչ պահեր են տեղի ունեցել ընտանիքներին նոր բնակարանների բանալիների հանձնման ժամանակ։ Արարողության ժամանակ մի երեխա, որը նախ գրկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ժպիտներ է բերել մարդկանց դեմքերին։ Իսրայելի եւ Իրանի միջև բախումների պատճառով մեր երկրի քաղաքացիների եւ օտարերկրացիների Իրանի տարածքից դուրսբերման գործընթացը շարունակվում է, հիմնվելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության, Իրանում մեր դեսպանատան, ինչպես նաեւ Թավրիզում մեր գլխավոր հյուպատոսության կողմից ստացված հարցումների վրա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։ Նա նշել է, որ միջոցներ են ձեռնարկվում Ադրբեջանի Հանրապետության, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների կողմից Իրանից դուրս գալ ցանկացող ցամաքային սահմանը հատելու համար համապատասխան թույլտվություններ ստանալու համար։ Այսօրվա դրությամբ Ադրբեջանի ավելի քան 600 քաղաքացի դիմել է սահմանը հատելու համար, եւ նրանցից 180-ը արդեն մուտք է գործել Ադրբեջանի տարածք։ Մինչ օրս 77 երկրներից ստացված դիմումները քննարկվում են համապատասխան կարգով եւ ստեղծվում են պայմաններ այդ երկրների քաղաքացիների սահմանը հատելու համար, ընդգծել է արտգործնախարարության ներկայացուցիչը։ Հունիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կրկին այցելել է Ադրբեջանում պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող հայկական ծագում ունեցող անձանց։ Այս մասին հայտնել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։ Նշվում է, որ կալանավորվածների հետ անցկացվել են անհատական հանդիպումներ, ստեղծվել են պայմաններ նրանց ընտանիքների հետ կապելու համար, եւ նրանք ստացել են ծանրոցներ իրենց ընտանիքներից։
Բաքվի ռազմական դատարանում ընթացող դատավարության ընթացքում ուսումնասիրվել է չճանաչված ռեժիմի բանակի Հայաստանի զինված ուժերի ամենամեծ զինված կազմավորման շտաբի պետի տեղակալ Կամո Վարդանյանի կողմից ստորագրված գաղտնի փաստաթուղթը։ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին ստորագրված 0671 համարի փաստաթուղթը կոչվում է հրամանագիր թշնամու բնակավայրերը կրակով ոչնչացնելու որոշման մասին։ Հրամանին կցվել է նաև ոչնչացման ենթակա բնակավայրերի ցանկ։ Ցանկը ներառում է Ադրբեջանի մոտ 70 բնակավայր, այդ թվում Գյանջամ, Ինգեչաուր, Նավտալան քաղաքները, ինչպես նաև Բելագանի, Աղջաբեդի, Եվլախի, Բարդայի շրջաններն ու գյուղերը։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։